Եթե ուզում եք ձեր խոզի բուդը հաղթի այս տարվա ամանորյա մրցույթում, Դե բոլորը մրցում են, չէ, իրար հետ։ պատրաստեք այս բաղադրատոմսով։ Խոզի միսը ծակծկում ենք։ Ջրի մեջ ավելացնում ենք պղպեղ, դափնու տերև եւ աղ։ Լավ խառնում ենք, միսը դնում մեջը, ծածկում եւ պահում սառը տեղում 3 օր ամեն օր ջուրը փոխելով։ Վերջում լվանում ենք, հանում պղպեղները, չորացնում եւ թելով լավ կապում։ Գազարն ու սխտորը իրար հետ մսի վրա արված անցքերի մեջ ենք տեղավորում։ Այո։ Մեր նոր տարին շուտ է եկել։ Թթվասերին ավելացնում ենք կարմիր պղպեղ, սև պղպեղ, աղ եւ լավ խառնում։ Քանի կիլո է այնքան ժամ պետք է եփենք։ Вообще տենց է, բայց իրան քանի որ մատաղ են լինում, կարա 3 կիլոն 2 ժամում արդեն էփած լինի։ Պատում ենք թթվասերով եւ ուղարկում 180 աստիճան տաքացված Ձեզ ջրով։ լավ ճպճպացնում ենք։ Այդ պարտադիր պայման է։ Հա, 2 ժամ հետո ստուգում ենք։ Բացում ենք փայլաթիթեղն ու ուղարկում կարմրելու։ Հեռացնում ենք թելերն ու մատուցում։ Այս տարբերակով համեղ է թե տաք, թե սառը վիճակում։ Պատրաստեք եւ կիսվեք ձեր կարծիքով։ Աղը տեղն ու իդեալական։ Ես եմ աղդեր երեխեք։ Շատ համով։ Իրոք շատ լավն է։ Շատ փափուկ է։ Միջև վերջ աղը կերել է։ Սխտորի համենջ լավ է, չէ՞ զգացվում։ Իդեալական։ Գիշերը Իրոք ժամը շատ համով է։ 9-10 է, եթե ինչ